Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք խոսելու ենք եւ միասին վերլուծելու եւ աշխատելու ենք այն ուղղությամբ, որը վերաբերվում է Թուրքիայի եւ Լիբանանի հարաբերություններին, հատկապես սա ուշադրության կենտրոնում է դարել ինչպես ընդհանուր առումով Թուրքիա-Իսրայել հարաբերությունների համատեքստում, որովհետև Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները եւ Թուրքիայի այդտեղ աճող ազդեցությունը ըստ Իսրայելի ներկայացնում է անմիջապես եւ ուղղակի սպառնալիք եւ սա տարբեր լրատվամիջոցների վերլուծական աղբյուր է դարել եւ թեմա, բացի դրանից սա մի քանի այսպես հետախուզական ծառայություն կլինի, թե մասնակի այսպիսի ընկերություն, կան այդպիսի նաև ոչ պետական հետախուզական ընկերություններ, որոնք զբաղվում են հետախուզական տվյալների հավաքումով։ Ես այսօր ձեր հետ եւ նաև վերջի ժամանակներում դուք նկատել եք, որ ավելի աշխատանքային նաև այսպիսի ձևաչափ ունենք ձեր հետ, որովհետեւ ոչ միայն ես վերլուծում եմ կամ կարծիք եմ հայտնում ինչպես ուրիշ ժամանակահատվածներում տարբեր թեմաների շուրջ, այստեղ ձեր հետ միասին մենք այն օրակարգով ենք շարժվում, որով ես ինքս էլ միշտ առանց նույնիսկ այսպիսի եթերներ անելու աշխատում եմ այս հարցերի շուրջ։ Ուսումնասիրում եմ այս հոդվածները, տվյալները, մանրամասները եւ հիմա փաստացի նույնն եմ անում, բայց արդեն ձեր հետ միասին։ Եվ իմ համար անկեղծ ասած դա ընդհանուր առումով որևէ բարդություն չի ներկայացնում, որովհետև կարելի է ասել, որ այն ինչ անում էի մենակ, հիմա անում եմ ձեր հետ միասին եւ նույնիսկ գոհ եմ, որովհետեւ այս տեղեկատվություններով կիսվում եմ։ Ուստի այսպիսի աշխատանքային ֆորմատը կարծում եմ նաեւ օգտակար է մեր ամեն օրվա ձեր հետ միասին աշխատանքին, որը վերաբերվում է, գիտեք, սա ինչուն է վերաբերվում, ինչպես միջազգային հարաբերությունների մասնագետ, պետական կառավարման մասնագետ, կարելի է ասել մի ոտքով քաղաքական գործիչ կամ արդեն շուտով ընդհանուր առումով արդեն հստակ քաղաքական գործիչ, դու անհրաժեշտություն ունես, որ այսպիսի բոլոր տեղեկատվությունները վերլուծես ինքդ։ Երբ երկրի ղեկավար ես, սա քո փոխարեն կարող է անել արտաքին հետախուզության ծառայությունը, սա կարող է անել մի քանի ուրիշ էլի պատշաճ մարմիններ, որոնց դու կարող ես հանձնարարես սա, բայց ես հավատում եմ, որ նույնիսկ այդ դեպքում կարևորագույն հարցերի հետևից միևնույնն է դու պետք է անձամբ հետևես եւ երբ դու այդ հնարավորությունները չունես, չլինելով երկրի ղեկավար եւ չունենալով արտաքին հետախուզության ծառայություն, որը պետք է այս հարցերով զբաղվի եւ բոլոր տվյալները քեզ ներկայացնի, դու ինքդ պետք է փաստացի զբաղվես այդ տվյալների ինչպես հավաքագրումով, այդպես էլ վերլուծությունով, հաշվարկներով եւ այլն, որովհետեւ առանց դրա առհասարակ անհնար է իրական գործունեություն ծավալել, այլ ոչ թե զուտ քաղաքական, որտեղ որ դու ինչ-որ հայտարարություններ ես անում, ինչը հաճելի է լսել խոսքին, ես նկատի ունեմ իրական գործողություն, որը քեզ կտա պատկերացում, թե ինչպես դու պետք է վարվես այս վիճակում, ինչպես երկրի համար պատասխանատու անձ, բայց միևնույն ժամանակ չունենալով բոլոր այդ տվյալները։ Ամեն դեպքում կարծում եմ, որ այս մեր աշխատանքը հետաքրքիր է, որովհետև ցույց է տալի մի կողմից իմ գործունեության բնույթը, թե ինչպես եմ ես գործում իմ համար եւ նաեւ կիսում է ձեր հետ այդ մոտեցումները եւ տալիս է ձեզ հնարավորություն, որ ոչ միայն պատկերացնեք իմ աշխատանքի ոճը, այլ նաեւ դուք էլ շատերը փաստացի ինչ որ առումով ուսում եք անցնում այն ոլորտներում, եթե չունեք այդ ուսումը, որը ես ունեմ իմ ոլորտներում, որը նշեցի արդեն միջազգային հարաբերություններ պետական կառավարում, եւ դուք ավելի լավ եք սկսում հասկանալ աշխատանքի այստեղ հմտությունները եւ ոճը։ Առաջի հերթին կոչ եմ անում ձեզ իհարկե լայքեք այս մեր վերլուծությունը, դա շատ կարեւոր է։ Բացի դրանից գրեք ձեր մեկնաբանությունները, ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել իմ աշխատանքին նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Հարգելի հայրենակիցներ, հիշում եք, որ մենք ձեր հետ միասին երկար ժամանակ է խոսում էինք Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների լարման մասին։ Եվ այսպիսի մի քանի կարևոր վերլուծություն եմ պատրաստել, շատ լավ հիշում եմ, այս ալիքում էլ կա։
Հարցը նրանում է, որ կարելի է այսօր հետ գնալ եւ ասել, բա այն բախման եզրին, հիշում եմ, մեկ վերլուծության անուններ, բա ինչու բախումը տեղի չունեցավ։ Ուրեմն հենց այդ վերլուծությունում ես ասում եմ, որ բախման եզրին են գտնվում, բայց այդ դինամիկան փոփոխվում է։ Ինչպես է փոփոխվում։ Լինում են փուլեր, երբ առճակատումը Թուրքիա-Իսրայել լրջորեն աճում է, հետո փուլեր, երբ նվազում է։ Եվ շատ բաղադրիչներից է դա կախված, բայց ընդհանուր առումով, եթե երկարաժամկետ հատված նայենք, ապա գնում է դեպի էլ ավելի լարվածությանը հարաբերությունները Թուրքիայի եւ Իսրայելի միջև։ Եվ մենք այդտեղ ինչպես օրինակ խոսում էինք Սիրիայում Թուրքիայի առաջընթացը, որը ուղիղ 1 տարի առաջ Սիրիան Բաշար al-Ասադի Իրանամետ եւ ռուսամետ ռեժիմի արտաքին քաղաքական բաղադրիչում նկատի ունեմ փոփոխության հետևանքում բերում է Ահմեդ ալ-Շարայի ռեժիմը, որը թուրքամետ է, նույնիսկ Թուրքիային ենթարկվող ռեժիմ կարելի անվանել, եւ այդ ուժը հենց մտնում է Սիրիա, Իդլիբից արդեն շարժվում է դեպի Դամասկոս, ապա Իսրայելը առաջընթաց է այնտեղ ապահովում եւ մենք ձեր քարտեզի վրա սա բազում անգամ վերլուծել ենք։ Հիմա մենք զուգահեռ մի քանի գործողություն ենք տեսնում, որ Սիրիայում Թուրքիան լրջագույն ձևով աջակցում է Ահմեդ ալ-Շարայի թուրքամետ ռեժիմին, մյուս կողմից փորձում է լուծել քրդերի հարցը եւ մենք ձեր այդ վերջերս նաեւ արել էինք վերլուծություն, որտեղ որ մանրամասն ես ներկայացրել էի, որ Թուրքիան արդեն զինված ուժեր է մտցրել Սիրիա, ճիշտ է, այս պահի դրությամբ դեռ բախումները չեն սկսվել, բայց փաստացի երբ ուզես կարող են սկսվել, որովհետև ամեն ինչ Թուրքիան արդեն նախապատրաստել է դրա համար։ Քրդերի հարցը լուծելը մի խնդիր է, երկրորդ խնդիրը դա ուրեմն Սուվեյդայի շրջանում հարավային Սիրիայում այդ դրուզերի խնդիրն է, որը գիտեք, որ կարելի ասել սառեցված է այս փուլում, եւ դա իհարկե Հոլանի բարձունքներն են, որտեղից որ ծագումով է Ահմեդ ալ-Ջուլանին կամ Ջուլանին իրականում Հոլանի է, եւ Ահմեդ ալ-Հոլանին Հոլանի բարձունքներից է, իր համար դա հայրենիք է եւ ինքը ուզում է վերադարձնել այդ տարածքը, բայց այդ տարածքը գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ, Իսրայելը ասել է ես այդ տարածքները հանձնելու չունեմ եւ Միացյալ Նահանգները միակ պետությունն են, որոնք ճանաչել են Հոլանի բարձունքների վրա սուվերենությունը Իսրայելի, միջազգային առումով այդ տարածքները պատկանում են Սիրիային, բայց գրավել է այդ տարածքները Իսրայելը այն ժամանակ, երբ Սիրիան վաղուց տասնամյակներ առաջ հարձակվել էր Իսրայելի վրա եւ Իսրայելը հակահարվածի ժամանակ գրավել էր այդ տարածքները։ Հիմա ձեր հետ միասին մենք նաեւ կոնցենտրացվելու ենք հենց Լիբանանի ուղղությամբ, բայց միջև այդ ասեմ, որ մենք նաեւ ձեր հետ միասին պատրաստել ենք վերլուծություն եւ քննարկել ենք մանրամասն, որ Թուրքիան լրջագույն ձևով աճեցրել է իր ռազմական ներկայացուցչությունը հյուսիսային Կվիպրոսում։ Գիտեք, որ հյուսիսային Կվիպրոսի հանրապետության մաս է, բայց օկուպացված է Թուրքիայի կողմից, որտեղ որ Թուրքիան ձևավորել է այդպես կոչված հյուսիսային Կվիպրոսի թուրքական հանրապետություն եւ այդտեղ ունի զինված ուժեր եւ իսրայելական ԶԼՄ-ները կոչում են հյուսիսային Կվիպրոսի հատվածը այսպես, ուրեմն անխոցելի ավիակիր, որտեղ ավիակիրը կարելի է խոցել, իսկ այդ կղզին Կվիպրոսի, որը ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի հետ պատերազմի դեպքում, ռազմական գործողությունների կամ որևէ այդ ուղղությամբ քայլերի դեպքում մեծագույն նշանակություն ունի եւ մենք հիմա ձեր հետ միասին արդեն կխոսենք Լիբանանի մասին, մենք պատկերացնում ենք, չէ, ձեր հետ միասին քարտեզը եւ հիմա ես ձեզ քարտեզի միջոցով սա ցույց տամ։ Այստեղ հարգելի հայրենակիցներ մենք տեսնում ենք քարտեզի վրա Թուրքիայի տարածքը, տեսնում եք Թուրքիայի տարածքը եւ Սիրիայի տարածքը, կանաչով այստեղ նշված է այն տարածքը, որը վերահսկում է Ահմեդ ալ-Շարայի կենտրոնական իշխանությունը, որը գտնվում է այստեղ Դամասկում, եւ կանաչով վերահսկում է այս տարածքները։ Նոր ինչու մասին խոսեցինք, դրուզերի հատվածը, այս հատվածն են, Ալ-Սուվեյդայի շրջանը, տեսնում եք, որը Դամասկից ուրեմն դեպի արևելք է, հարավ-արևելք է այս հատվածը եւ այս քաղաք այս Սուվեյդան
Եվ այստեղ հոլանի բարձունքներն են, տեսնում եք, հոլանի բարձունքները այս հատվածը, որը դուք տեսնում եք այս գծով, սա հին հատվածն է եւ այս տարածքը ամբողջությամբ Իսրայելն է վերահսկում եւ Միացյալ Նահանգները այս տարածքի վրա են ճանաչել սուվերենությունը Իսրայելի, բայց այս մնացած տարածքները, այս կապույտ գծից այս կողմ, որը դուք տեսնում եք, սա Իսրայելի կողմից գրաված նոր շրջաններն են, հատկապես ամենահետաքրքիրը այս ուղղությունն է, որտեղ որ մոտավորապես 25 կիլոմետրով առաջ են եկել իսրայելական զինված ուժերը եւ իրականում այստեղից մինչեւ Դամասկոս 30 կիլոմետր է Դամասկոսի կենտրոնը, ինչը շատ լուրջ ռազմավարական նշանակություն ունի։ Հիմա ինչն է կարևոր, որ մենք ձեր հետ խոսեցինք, որ Թուրքիան փորձում է հարցը լուծել ուրեմն SDF-ի, այսինքն քրդական, այդ սիրիական ժողովրդավարական ուժերի, միևնույն ժամանակ մենք նոր ձեր հետ խոսում էինք Կվիպրոսի մասին, տեսնում եք Կվիպրոսի կղզին փաստացի Իսրայելը եթե վերցնենք Իսրայելը եւ նույն Մերսինը եթե վերցնենք եւ Հայֆան 450 կիլոմետր է մոտավորապես, բայց եթե վերցնենք հյուսիսային Կվիպրոսի հատվածը, որտեղ որ թուրքական զինված ուժեր կան, խոսքին այստեղից, ապա այստեղից միջև նույն Հայֆան 270 կիլոմետր է։ Ուստի շատ լրջագույն տարբերություն կա, որովհետև մոտավորապես 70%-ով ավելի մոտ է ստացվում այստեղ այս հատվածը, 60-70%, եթե համեմատենք այս հատվածի հետ, ապա սա նշանակում է, որ այո, Կվիպրոսից հարվածներ հասցնելը շատ հարմար է։ Բացի դրանից, եթե վերցնենք նույն Անտալիայի շրջանը, ապա Անտալիայից մինչև նույն այս հատվածը Հայֆան խոսքին 600 կիլոմետր է անում, իսկ նորը ձեր հետ միասին նշեցինք, որ այս հատվածը շատ ավելի կարճ է, նկատի ունեմ Կվիպրոսից, այսինքն Թուրքիայի համար բոլոր խոսքի նույն Անկարայից եթե վերցնենք, ապա մինչև Կվիպրոս 500 կիլոմետր է եւ հետո 300 մինչև Իսրայել։ Ուստի բոլոր տեղերից եթե ձեր հետ միասին այստեղ նայենք, կտեսնենք, որ խոսքին եթե Անկարայից կամ եթե որևէ ուրիշ այստեղից քաղաքից խոսքին, Այդինից խոսքին, բոլոր այս հատվածներից շատ հարմար է ռազմական առումով խոսքին այստեղից, այս բոլոր քաղաքներից հարմար է բերել զինված ուժերը նրա համար, որ այստեղից զինված ուժերը կարողանան հարձակվել Իսրայելի վրա եւ վարեն Իսրայելի դեմ պատերազմ։ Նույնը պետք է նշել, որ Իսրայելի դեմ պատերազմ կարելի է վարել հենց Սիրիայի տարածքից, որտեղ որ հիշում եք, որ թուրքական զորքերը ակտիվորեն գտնվում են հյուսիսային հատվածում այստեղ, Ալեպի հատվածում եւ ընդհանուր առումով նաեւ ուզում էին Համա Հոմսի հատվածում գտնվել, բայց դեռ Իսրայելը թույլ չի տալի ֆիզիկապես ոչնչացնում է այդ հատվածները, բայց զորքերը նաեւ կամաց-կամաց իհարկե հավաքվելու են, կուտակվելու են այստեղ ամենահարավում։ Ուստի այս փուլում մենք տեսնում ենք, որ Թուրքիան ունի մի քանի այսպիսի ուղղություն, մի ուղղությունը դա այս ուղղությունն է, մյուս ուղղությունը հենց թուրքական ուղղությունն է, հենց Թուրքիայից, երրորդ ուղղությունը դա սիրիական ուղղությունն է, եւ ամենահետաքրքիրը, որի մասին մենք այսօր ձեր հետ միասին պետք է խոսենք, դա Լիբանանն է, որովհետեւ Լիբանանը դա եւս մեկ ուղղություն կարող է լինել, տեսնում եք։ Հիմա ինչ վերաբերվում է Լիբանանին, մենք ձեր հետ մանրամասն կուսումնասիրենք իհարկե հետախուզական այդ տվյալները, բայց միջև դա պետք է խոսել նրա մասին, որ օրերս այստեղ ակտիվացել էին Իսլամական պետություն տերորիստական խմբավորումը եւ Միացյալ Նահանգները հարվածներ են հասցրել, տեսնում եք կենտրոնական հատվածում, ընդհանուր առումով վիճակը այստեղ սրվում է մեկ-մեկ եւ հիմա ուշադրության կենտրոնում է հենց Լիբանանը, որտեղ որ մենք պետք է մի ուրիշ քարտեզի շնորհիվ նաեւ տեսնենք այստեղ Լիբանանում իրավիճակը, որ այս կարմիր հատվածը, սա Լիբանանի տարածքներն են, Իսրայելը այստեղ
պայում է միայն այս փոքր հատվածը այստեղ եւ այս փոքր հատվածը այստեղ, սա սարեր են, այդ պատճառով է պահում։ Վերջերս Իսրայելը հարվածներ է հասցրել, տեսնում եք, այստեղ եւ մի փոքր դեպի հյուսիս եւ նաեւ ել ավելի հյուսիս այս հատվածներում ամբողջ կարելի ասել Լիբանանում հյուսիսից մինչև հարավ հարվածները հասցնում։ Հիմա Լիբանանի մատակարարման ուղիները հետաքրքիր է, որ գալիս են Համա Հոմսի ուղությունից, այսինքն որտեղ որ Թուրքիան գտնվում էր Իդլիբից, այստեղ է Իդլիբը տեսնում եք, գալիս է դեպի Համա Հոմս, միանգամից մտնում է Լիբանան։ Եվ հետո արդեն Լիբանանում կա այս հատվածը եւ փաստացի խոսք է գնում, որ ամբողջությամբ Լիբանանի հետ սահմանը, ինչպես նաեւ հետո Սիրիայի հետ սահմանը կարող է դառնալ ճակատ։ Հիմա ավարտենք քարտեզի վրա այս վերլուծելը եւ վերադառնանք հասարակ ռեժիմին եւ խոսենք սրա մասին մանրամասն։ Պետք է մանրամասն խոսենք ձեր հետ միասին նրա մասին, թե ինչ տեղեկատվություններ կան այս պահին։ Եվ Բեյրութից Ջեմալ Բուստանին արաբական ուրեմն լրագրող է, գրում է շատ կարևոր հոդված։ Թուրքիան գնում է առաջ դեպի Լիբանան եւ գրում է այսպիսի բան, որ արաբական ԶԼՄ-ները վերջի շաբաթների ընթացքում շատ ավելի ակտիվ գրում են Թուրքիայի եւ Իսրայելի միջև լարվածության մասին, որը արդեն վերաբերվում է ոչ միայն Սիրիային եւ արևելյան միջերկրական ծովին, ուստի Կիպրոսի մասին է խոսքը, որի մասին դուք արդեն տեսաք նոր քարտեզի վրա խոսում էինք, ապա նաեւ օրակարգ է մտնում Լիբանանի հարցը։ Կտրուկ աճել է ուշադրությունը իսրայելական եւ լիբանանական հանրությանը թուրքական գործունեության հանդեպ սիրիական ուղղությամբ եւ հնարավոր հետևանքների ուղղությամբ Լիբանանի համար։ Թուրքական ներկայության հզորացումը Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի ընկնելուց հետո արդեն դիտարկվում է ինչպես ոչ թե վերջնակետ եւ Անկարայի համար, այլ ինչպես այսպես շարունակական գործողությունների շղթա։ Թուրքիայի համար սա բացում է կարևոր հնարավորություններ հզորացնի իր ներկայությունը Լիբանանում, ինչպես նաև ինչպես քաղաքական, այդպես էլ սոցիալական, տնտեսական եւ ուրիշ ոլորտներում։ Խոսք է գնում ոչ թե ուղիղ ռազմական ներխուժումի կամ ռազմական ներկայության մասին, բայց խոսք է գնում սրա փոխարեն փուլ առ փուլ բազմաշերտ ներկայության մասին, քաղաքական, տնտեսական եւ տեղի ուրեմն տարբեր գործող կենտրոնների անձերի միջոցով։ Այս համատեքստում շատ հետաքրքիր է խոսել նրա մասին, որ ձևավորվել է այսպիսի ոչ պաշտոնական կապերի ուրեմն շղթա Թուրքիայի եւ Բեյրութում գործող իսլամական տարբեր այսպես խմբավորումների միջև, նույնիսկ խոսք է գնում նրա մասին, որ Անկարան փորձում է իր դերը խաղալ այն ուղղությամբ, որ Սիրիայի նոր ղեկավարության եւ Հեզբոլլահի միջև հարաբերությունները բարելավեն։ Հիմա պետք է ասել, որ Լիբանանը, ինչպես Սիրիան նախկինում, երբ Բաշար Ասադն էր ղեկավարության մեջ, Լիբանանը մինչև այսօր էլ գտնվում է իրանական ազդեցության տակ եւ փաստացի Հեզբոլլահն է այդ իրանական ազդեցության գլխավոր գործիքը եւ փաստորեն Հեզբոլլահը գիտեք, որ սա շիա տերորիստական խմբավորում է, որը ակտիվորեն պայքարում է Իսրայելի դեմ։ Հարցը նրանում է, որ Սիրիայում այսօր սունիներն են եկել եւ եթե Թուրքիան փորձում է մոտեցնել սունիներին եւ շիան այդ խմբավորումներին, ապա դա կարող խոսի մեկ բանի մասին, որ Թուրքիան կարողանում է գտնել ուրեմն ճանապարհներ դեպի շիա խմբավորումներ։ Սա ինչով է հետաքրքիր, որ իրականում Իրանը խոսքին մենք շատ լավ գիտենք ձեր հետ միասին Համասին բացահայտ աջակցում է, բայց Համասը սունի տերորիստական խմբավորում է եւ դա միշտ զարմանալի է մասնագետների համար նաեւ ինչպես է այդպես պատահում, որ սունի խմբավորմանը աջակցում է շիա Իրանը
Այդպես, եւ նույն տրամաբանությամբ, այդպիսի տրամաբանությամբ Սուննի Թուրքիան կարող է աջակցել շիա Հեզբոլլահին, որովհետեւ ընդհանուր նպատակը Իսրայելի դեմ շատ ավելի բարձր նշանակություն ունի, քան այս իրանց սուննի-շիա տարբերությունը։ Ի վերջո, սուննի-շիա տարբերությունը, մենք պետք է ձեր հետ միասին հասկանանք, մեծ տարբերություն չէ։ Ինչ նկատի ունեմ։ Գլխավոր իմաստը սուննի-շիա տարբերությանը, իսկ գիտեք, որ 90%-ը սուննի են, 10%-ը մոտավորապես շիա մուսուլմանների։ Գլխավոր տարբերությունը նրանում է ով է կառավարելու եւ սուննի կառավարման համակարգը շատ բարենպաստ է Թուրքիայի համար, որովհետեւ ինքը տալիս է հնարավորություն Թուրքիային լինի առաջնորդ իսլամական աշխարհում, որը միևնույն ժամանակ շիա իսլամը հենց դրանում է հարցը, որ ինքը հենց կապված է, կարելի է ասել, Իրանի հետ։ Իրանը վերցրել է դա եւ եթե շիա իսլամով ենք շարժվում, ապա Իրանն է առաջնորդ։ Եթե սուննի իսլամով, ապա կամ Սաուդյան Արաբիան կամ Թուրքիան։ Եվ այդ իսկ պատճառով Թուրքիայի համար ակնհայտ է ինչու է դա ընտրում, Իրանի համար էլ ակնհայտ է դա, առհասարակ գիտեք, որ Թուրքիան իր ժամանակ եղել է իսլամական պետություն, այսինքն Օսմանյան կայսրությունը եղել է իսլամական պետություն, որտեղ ղեկավարը Օսմանյան կայսրության եղել է խալիֆ, այսինքն բոլոր մուսուլմանների առաջնորդ։ Հիմա Թուրքիան փորձում է տարածաշրջանում ձևավորել իր համար այսպիսի միջնորդի կարևոր դեր, որը կարող է խոսել բոլոր կողմերի հետ, ինչպես սուննի, այդպես էլ շիա։ Այսինքն իրականում Թուրքիայում էլ շիա բնակչություն կա, փոքր, բայց կա, եւ Թուրքիան փորձում է միավորել բոլոր մուսուլմանների առաջնորդի դերը, ոչ միայն սուննի, այդպես էլ շիա մուսուլմանների առաջնորդի դերը։ Դա շատ բնական է իրականում Թուրքիայի համար։ Բացի դրանից, ուրեմն կարևոր հարց է դառնում Թուրքիայի մոտեցումները, ուրեմն ծովային սահմանների առումով։ Թուրքիան չի ճանաչում այս պահին եղած դելիմիտացիա, դեմարկացիայի հարցը ծովային սահմանի Լիբանանի և Կիպրոսի միջև, որովհետև կա հյուսային Կիպրոս, որը գիտեք, որ ճանաչված չէ, եւ ուստի Լիբանանը եւ Կիպրոսի հանրապետությունն են անցկացրել այդ դելիմիտացիան, բայց սա նշանակում է, որ Էրդողանը պատկերացնում է, որ մասնակցելու է Լիբանանի եւ Կիպրոսի միջև այդ տնտեսական եւ գեոաշխարհաքաղաքական այդ զարգացումների մեջ արևելյան միջերկրական ծովում։ Իհարկե, Ասադի անկումից հետո եւ Թուրքիայի դերի աճից հետո այս իրավիճակը էլ ավելի կարևոր է դառել։ Բացի դրանից, պետք է ասել, որ Լիբանանում սուննիտական քաղաքական դաշտում ճգնաժամ է, քաղաքականությունից նրանից հետո, որ Սաադ Խարիրին հեռացավ եւ փոխվեց Սաուդյան Արաբիայի դերը տարածաշրջանում։ Նրանից հետո ինչ թուլացավ տարածաշրջանում Իրանի կողմից ձևավորված այդ շղթան, որի մաս էր Իրաքը, Սիրիան եւ Լիբանանը, Իսրայելը փորձում է իհարկե օգտագործել այս հնարավորությունը, որ սահմանափակի նոր ազդեցությունները տարածաշրջանում, բայց Անկարայում գնահատում են, որ իրանական այդ շղթան, ուրեմն շղթայի անկումից հետո պետք է տարածաշրջանում ձևավորվի արդեն նոր թուրքական շղթա, Թուրքիա, ինչ որ առումով Իրաք, ինչ որ առումով ամբողջությամբ կարելի ասել Սիրիա, Հյուսային Կիպրոս եւ Լիբանան։ Եվ սա ամենահետաքրքիր հարցն է։ Չնայած նրա, որ կողմերը դեռ որևէ մեկը այնտեղ հստակ գնահատականներ չի տալիս, որ անպայման բախում է տեղի ունենալու Թուրքիայի եւ Իսրայելի միջև, Վաշինգտոնի դերի հաշվի առնելով, այդ թվում Ռեջեփ Տայիպ Էրդողանի Վաշինգտոնի հետ հարաբերությունների եւ ՆԱՏՕ-ի անդամակցության համատեքստում ակնհայտ է, որ Թուրքիան անում է քայլեր, որի նպատակն է
ավելացնել, հզորացնել իր հնարավորությունները տարածաշրջանում եւ դա ակնհայտորեն ուղղված է ոչ միայն Իսրայելի դեմ, այլ նաեւ Թուրքիայի շահերի այստեղ ամրապնդման դեմ։ Եվ ակնհայտ է, ավելի բացահայտ է դառնում Թուրքիայի ներկայությունը նաեւ հիմա Լիբանանում, ուրեմն Դամասկում թուրքական վերահսկողությունից հետո արդեն Բեյրութը, այսինքն Լիբանանը դառնում է շատ ավելի խոցելի Թուրքիայի համար եւ այդ իսկ պատճառով կախված է դառնում Թուրքիայից, որովհետեւ բոլոր ենթակառուցվածքները, գումանիտար եւ մատակարարման ուղիները եւ այլն Սիրիայի վերահսկողության տակ են, այսինքն արդեն Թուրքիայի։ Եվ սա բերում է նրան, որ ներսում Լիբանանում քաղաքական դաշտում ամրապնդվում է քաղաքական գաղափարները, որ Թուրքիայի հետ պետք է մոտեցնել հարաբերությունները եւ ակտիվացնել այսպիսի ուրեմն գործընթացը։ Բացի դրանից պետք է ասել, որ Լիբանանի եւ Սիրիայի միջև բարդ ուրեմն հարաբերություններ կային եւ այնտեղ Լիբանանում առհասարակ շատ բարդ ներքին կրոնական համակարգ է ձևավորված, տարբեր քաղաքական կրոնական ներկայությունը, որը միշտ ստեղծել է խնդիրներ եւ Լիբանանը առհասարակ failed state է, կարելի ասել, չկայացած պետություն, եւ Թուրքիան կարա այստեղ ըստ իրենց կայունացնող դեր ունենալ։ Բացի դրանից, հա, պետք է ասել, որ Սաուդյան Արաբիայի դերը ինչ որ առումով այդտեղ նվազել է եւ սա ստեղծել է Թուրքիայի համար հնարավորության ուրեմն այդպիսի պատուհան նրա համար, որ կարողանա Թուրքիան ել ավելի ակտիվ սկսի այդտեղ գործել եւ կարելի ասել, որ տարածաշրջանը մտնում է ել ավելի մեծ ուրեմն ուշադրության եւ գործընթացների մեջ։ Ա, Ընդհանուր առումով ես նաև մի քանի ուրիշ հստակ աղբյուրներից ուզում եմ ձեզ ներկայացնեմ տեղի ունեցողը արդեն նոր մանրամասներով, որ Կվիպրոսի թեման շարունակվում է մնալ շատ կարևոր եւ այդ թեմայի շուրջ լինելու են քննարկումներ ապագայում ուրեմն ծովի սահմանները, թե որտեղ էր անցնում եւ ակնհայտ է, որ Արևմուտքը այստեղ աջակցում է Կվիպրոսին, Իսրայելը նաեւ, բայց Անկարան այստեղ նաեւ իր մեծ դերն է ունենալու եւ ազդեցությունը։ Իրանը իհարկե կարող է դժգոհ լինել նաեւ Լիբանանում իր ազդեցության նվազեցման այդ գործընթացով հաշվի առնելով այդ թվում այս կարևոր մասը նրա, որ Լիբանանում Հեզբոլլահն է վերահսկող ուժը եւ այստեղ իհարկե Թուրքիա-Իրան հարաբերությունների հետևից պետք է ակտիվ հետևել, թե ինչպիսի փոփոխություններ կարող է ունենալ։ Բացի դրանից, ընդհանուր առումով կան հարցեր Լիբանանում, առհասարակ արդյոք Լիբանանը սրանով ավելի հզոր կդառնա, թե ավելի խոցելի այսպիսի փոփոխությունների դեպքում եւ ակնհայտ է, որ Թուրքիան շարունակելու է ուրեմն իր գործոնեությունը այս ուղղությամբ։ Բացի դրանից պետք է նշել, որ Կվիպրոսի թեման է մնում շատ ակտիվ նույն տարածաշրջանում եւ այդտեղ դուք հիշում եք, որ մեր վերլուծությունը հստակորեն ցույց էր տվել, որ Թուրքիան լրջագույն աճ էր արձանագրել զինված ուժերի ներկայության ուրեմն Կվիպրոսում եւ 3 ամիս առաջ մենք էջում ունենք պատրաստած այդպիսի վերլուծություն, որ Թուրքիան 3 անգամ ավելացրեց իր զորքի քանակը Կիպրոսի տարածքում։ 3 ամիս առաջ, սեպտեմբերին, այո, Թուրքիայի ներկայությունը Կիպրոսում միանգամից կտրուկ 3 անգամ աճեց եւ մենք զուգահեռ դրա տեսնում ենք արդեն մի քանի այդպիսի ներկայության շղթա եւ սա պետք է հաշվի առնենք, հարգելի հայրենակիցներ, մեր բոլոր այսպիսի վերլուծություններում։ Բացի դրանից պետք է նշեմ, որ իհարկե Դոհայի ֆորումում նաև հետաքրքիր ուրեմն գործընթացներ էին տեղի ունենում այս ուղղությամբ եւ հարաբերությունները
Լիբանանի վարչապետի Նավար Սալամի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի լարված էին, երբ ուրեմն հանդիպում տեղի ունեցավ օրերս Դոհայի ֆորումում, Կատարում, որովհետև Ֆիդանը այստեղ մենք պետք է ձեր այդ մանրամասը նշենք, որ ուրեմն Թուրքիան պատկերացնում է, որ Լիբանանը ուրեմն ինչ որ առումով հակաթուրքական օրակարգ է տանում, երբ օգնում է Կիպրոսին այդ ծովի մասին պայմանավորվածությունները ձեռք բերել, որովհետև այդտեղ Հյուսային Կիպրոսի հարցը ներառված չեն։ Եվ այս փաստաթուղթը նաև խնդիրներ է ստեղծում Թուրքիայի եւ Սիրիայի կողմերի համար, որոնք իրանց օրակարգ ունեն, դե Սիրիան էլ թուրքական արդեն ազդեցության գոտի է։ Բացի դրանից, այո, Կիպրոսի հետ այս համաձայնությունը ինչ որ առումով Թուրքիային հուշում է, որ Լիբանանը գործում է Իսրայելի հետ միասին, ինչը տենում եք, որ Թուրքիայի համար խնդրահարույց է։ Բացի դրանից, մենք այստեղ տեսնում ենք, որ Բեյրութը ուրեմն ուզում է այսպես ասել, մասնակցել Արևելյան միջերկրական ծովի գազի ֆորումում, որում ներկայացված են Իսրայելը, Եգիպտոսը եւ Կիպրոսը, եւ որտեղ որ չկա Թուրքիան, որովհետեւ գիտեք, այդտեղ Արևելյան միջերկրական ծովում ծովի տակ գազ է եւ այդ գազը ակտիվորեն արտահանում են եւ օգտագործում են հատկապես այդ ուղղությամբ Իսրայելն է շատ ակտիվ գործում, ուստի դուք տեսնում եք, որ այստեղ նաև կարևորություն կա այս ուղղությամբ, հարգելի հայրենակիցներ, եւ դժգոհ է Թուրքիան։ Բացի դրանից Թուրքիան ուրեմն դժգոհ է նրանով, որ Միացյալ Նահանգների այստեղ դերն է տեսնում Բեյրութի ուղղությամբ եւ որ Վաշինգտոնը ակտիվորեն փորձում է Լիբանանի եւ Իսրայելի միջև կապեր զարգացնել, ինչից Անկարան դժգոհ է։ Եվ այստեղ եւս մեկ անգամ մենք տեսնում ենք թուրքական եւ իսրայելական, այսպես ասած, շահերի բախում տարածաշրջանում եւ հասկանալի է, թե սա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Ընդհանուր առումով, հարգելի հայրենակիցներ, կարծում եմ, որ այսքանով կսահմանափակվեմ այսօրվա վերլուծությունում, կարծում եմ պարզ է մոտավորապես ինչ հարցի մասին է խոսքը գնում, իհարկե սա շատ հետաքրքիր, կարևոր հարց է եւ այն փաստը, որ մենք ձեր հետ միասին մանրամասն հիմա խոսեցինք, վերլուծեցինք այս հարցի շուրջ, կարծում եմ եւս մեկ անգամ շատ օգտակար է մեր ընդհանուր վերլուծությունների համար, այդ թվում նրա համար, որ հասկանանք Թուրքիայի դերը, Թուրքիա-Իսրայել հարաբերությունների դերը, Թուրքիա-Միացյալ Նահանգների հարաբերությունների դերը, մի խոսքով, որ ավելի լավ վերլուծենք իրավիճակը։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։